բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված այսպես բլոկ խոսենք, էլի։ Եվ այսպես, երևի սկսենք հենց այս հարցից։ Երեք Ալիևը ըստ էության նախնական զրույցում էլ ասացիք, տպավորություն է, որ պաստավկա է անում Փաշինյանին, պատին է դեմ տալիս։ Խնդրեմ, ինչ էր նշանակում Ալիևի վերջին հայտարարությունները, մասնավորապես քարտեզների վրա գոյություն չունի Սևանալի, չկա Գյոյչա։ Նորից վերահաստատում է, որ իրենք մեքենաներով են գալու Հայաստան, իրենց պատմական հողերի մասին է խոսում, իհարկե դա մեր համար չակերտավոր պատմական հողեր։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը այս շեշտադրումները ինչ նպատակ են հետապնդում, առավել ևս, որ օրերս ադրբեջանցի падգամավորը խոսել էր, որ եթե մի օր Ադրբեջանի առաջնորդը Երևանում ելույթ ունենա, ուրեմն իմացեք, որ դա պատմական իրողություն է, Ալիևը վերադարձել է ոչ թե Կովկասը, հա, կարծեմ այսպես, հա, Պյոտր առաջինից վերադարձել է ավելի շուտ Կովկասը, խնդրեմ։ Տեսեք, Ալիևի այս ելույթը դա նորություն չէ, որտեղ Ալիևը միշտ էլ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետություն չի եղել, դա արեստացին պետություն է, որը ստեղծել են ցարական Ռուսաստանի իշխանությունները եւ ինքը մի քանի անգամ պնդել է այդ տեսակետը եւ երեկվա այդ իրենց ակադեմիայի 80-ամյակի նվիրված հոբելյանական նիստում իր այդ ելույթը դա հաստատեց։ Շատերը հարց են տալիս, բայց չէ, որ ինքը որ նման հարցադրում է անում, դա նշանակում է, որ ինքը փաստացի վարկաբեկում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրճակված խաղաղության այդ գործընթացը, որը ընթանում է Ադրբեջանի հետ։ Ես ասեմ, որ այս հարցում Ալիևի եւ Թուրքիայի միջեւ կա վեճ։ Ալիևը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերընտրվել 2026 թվականին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը արդեն ոչ մի կապ չունեն այսօրվա իրականության հետ եւ հայ ժողովրդի մեծ մասը մերժում է իրեն։ Եվ ինքը հայտարարում է, որ ինքը պետք է երկխոսության մեջ մտնի հայ ժողովրդի հետ, անկախ նրանից թե ով կլինի Հայաստանի ղեկավար։ Ավելին, եթե շատերը ուշադրությամբ մոնիտորինգ անեն, հետևեն իրենց վերլուծական միտքը, տեղեկատվական եւ վերլուծական հոսքերը, ապա կնկատեն, որ փաստացի Ալիևը պատրաստվում է հաջորդ Հայաստանի իշխանության հետ լուրջ մակարդակի բանակցություններ սկսել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ապագան։ Ինքը հայտարարում է, որ Ադրբեջանը այսօր ուժեղ է, ունի ուժեղ բանակ, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ կազմակերպել է ամբողջ իր բանակը, կազմակերպել է հայ-ռուսական հարաբերությունները, շատ լավ է, որ դա արել է, եւ հիմա փաստացի ով էլ որ գա Հայաստանում իշխանության, միևնույն է ինքը ճնշման ձևով փորձելու է ստանալ իր ուզածը։ Իր ուզածը Զանգեզուրի միջանցքն է, իր ուզածը Հայաստանից տարածքներ վերցնելն է եւ այսպես շարունակ։ Հասկանալի է, որ սա Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս։ Թուրքիան այլ տեսակետ ունի։ Թուրքիան կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանին պահել իշխանությանը, որտեղ սա պատմական շանս է։ Նիկոլ Փաշինյանը թուրքական աշխարհի համար պատմական նվեր է, որը 100 տարի մեկ կարող է լինել այդպիսի նվեր, որտեղ համաշխարհային պատմության մեջ նման տիպի ազգային դավաճաններ այն էլ 7 տարի չեն կարողանում կառավարել իրենց երկրները, եւ Թուրքիան ասում է, որ սա այս պատմական քանի պատոհանը կա, մենք պետք է օգտագործենք, ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանին աջակցենք, որ ինքը կարողանա վերընտրվի, որպեսզի ամբողջովին Հայաստանը կլանենք եւ Հայաստանի խնդիրը լուծենք, իրենց ժողովրդին ճամփու դնենք, ինչպես որ ճամփու դրեցինք արցախցիներին։ Այս վեճը իրենց մեջ կա։ Ալիևը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրվել, ինքը ասում է, որ այնուամենայնիվ ինչքան էլ որ մենք համարում ենք, որ Հայաստանի ժողովուրդը պրիմիտիվ, պարզունակ, հետամնաց ժողովուրդ է, բայց նույնիսկ այդ հետամնաց ժողովուրդը չի ընտրի իր նման այսպիսի մարդու, ով 7 տարի հանձնել է ամեն ինչ որ հնարավոր էր։ Էրդողանն ասում է, որ իմ ունեցած ինֆորմացիայով մեր հետախուզության տվյալներով եւ մենք այդ քաղաքական դաշտում ում հետ որ աշխատում ենք Հայաստանում, մեզ համոզում են, որ մենք կարող ենք դա անել, այս վեճը կա եւ այս վեճը ինչպես կլուծվի, դա մի կողմ թողնենք, բայց փաստը սա է։ Եվ այդ իմաստով Ալիևը չի խնայելու Նիկոլ Փաշինյանին, ավելին կարող եմ ասեմ, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը նույնիսկ որոշակի ժամանակ առաջ նույնիսկ հրապարակավ մեսիջ ուղարկեց Ադրբեջանին, որ մինչև ընտրությունները Ադրբեջանը պետք է նվեր տա Նիկոլ Փաշինյանին այդ խաղաղության պայմանների թղթով, որպեսզի թղթը վերցնելով Փաշինյանը գյուղ առ գյուղ գնա մարդկանց համոզի, թե
ինչ որիկը բերում է խաղաղություն։ Իդեպ Թուրքիան ասում է, որ մենք այդ օրինակը ունենք 1915 թվականին, երբ որ մենք կոտորում էինք հայերին, մենք ինչ էինք անում, մենք հայ գյուղացիներին հավաքում էինք, խաբում էինք, ասում էինք այդ խաղաղության հաշտության թուղթ էինք տալիս, նրանք գնում էին քարոզում էին, որ պետք չի դիմադրել բան, հետո մենք հերթով այդ գյուղերը կոտորում էինք եւ մենք քանի որ գիտենք թե հայերի հետ ինչպես պետք է վարվել, մենք շատ լավ ենք հասկանում եւ պետք է այսպես ասած փափուկ բարձ դնելով